Գիտեք, այսօրվա այդ ոչ ինֆեկցիոն պանդեմիան, որը մահացության, տեսեք, ես հիմա կբացատրեմ, թիվ 1 պատճառն է ամբողջ աշխարհում։ Ինչու՞, որտեվ ինչն է մահացության թիվ 1 պատճառ, սիրտանոթային համակարգի հիվանդությունները, երկրորդ տեղում քաղցկեղն է, ճիշտ է, կանանց մոտ կրծքի քաղցկեղը, արգանդի վզիկի քաղցկեղը, տղամարդկանց մոտ պրոստատայի քաղցկեղը։ Տեսեք, այս խնդիրները ճարպակալումը եւ նյութափոխանակային համախտանիշը մի քանի անգամ բարձրացնում են սրանց ռիսկը։ Այսօր նյութափոխանակային համախտանիշը բարձրացնում է սիրտանոթային համակարգի պատահարների ռիսկը մի քանի անգամ, կանանց կրծքի քաղցկեղի ռիսկը, տղամարդկանց պրոստատայի քաղցկեղի ռիսկը, ուղիղ աղու քաղցկեղի ռիսկը։ Եվ մենք չենք կարող սա անտեսել, բայց սրանք քնքուշ մարդասպան կոչվող հիվանդություններն են եւ նյութափոխանակային համախտանիշը այս շարքում ճարպակալումը եւ նյութափոխանակային համախտանիշը կոչվում է քնքուշ մարդասպան։ Ինչու՞, որտեվ նա չի ցավացնում, նեղություն չի տալիս, աստիճանաբար անում է իր դաժան գործը, որովայնային վիսցերալ ճարպը դառնում է մարդու համար էնդոկրին օրգան, որը արտադրում է բազմաթիվ բիոակտիվ նյութեր, հորմոններ, փաստացի հորմոններ, որոնք շատ բացասական են եւ առաջի հերթին իջեցնում են տղամարդու մոտ տեստոստերոնը։ Իսկ եթե տեստոստերոնը տղամարդու մոտ իջնում է, բնականաբար առաջի հերթին նրա մոտ առաջանում է սեռական գանգատներ։